Ես այստեղ բաներն եմ նայում, պաշտոնական լրահոսը գիտեք, վարչապետ Փաշինյանը Վարշավայում է, Լեհաստանում է, ինչ կերկա, զինվորական բանով, բա վերջում անգամ ոչ ֆորմալ առումով, որ պարոն Տուսկը մոտեցավ են հայտնի սրտիկները բաները, որ անում բաները մտեղել, անգամ այնպես չի, որ ասեն լավ եմ, դուք ձեր բլոգը, դուք ձեր Facebook-ը ինչ անում եք, արեք Լեհաստան ենք վերջը խոսում, էլի, մեզ ինչի եք խառնում, չէ, մոտենում է, մասնակից է դառնում եւ այլն, պատրաստ ենք ձեզ մեր դռները բաց են, եվրոպական ընտանիքը ձեզ սպասում է եւ ուրախ ենք, որ Հայաստանը ворթեգրել է այս ճանապարհը։ Մի խոսքով շատ դրական տոնի մեջ։ Ընտիր ընդունելություններ, ընտիր։ Ես ասում եմ, ես չեմ ասում չի եղել, բայց ես չէի տեսել նման բան ընդունում, էլի։ Համ ջերմ էր, համ պաշտոնական էր, այդ ամեն ինչով։ Բա մեր երկրի ղեկավարն է, ես շատ ուրախ եմ դրա համար։ Շատ ուրախ եմ դրա։ Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով գիտեք Լեհաստանում է, ազդարարելով հայ-լեհական հարաբերությունների նոր փուլը, Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը հանդես են եկել համատեղ հայտարարություններով, ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման, ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրոպական ինտեգրման ուղղությամբ փոխադարձ աջակցությունները։ Փաշինյանը նշում է, որ Հայաստանի ղեկավարի բարձր մակարդակի այց Լեհաստան երկար ժամանակ է որ չի եղել եւ ներկայիս այցը նոր փուլ է ազդարարում։ Վարչապետը բարձր է գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանին տարբեր ուղղություններով, այդ թվում Եվրոմիության շրջանակներում, նրա խոսքով կարևոր է լսել Տուսկի գնահատականները Հայաստանի կողմից Եվրոմիությանը անդամակցելու գործընթացների մեկնարկելու մասին օրենքների վերաբերյալ եւ քաջալերող խոսքերը նոր վստահություն են հաղորդում շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները։ Փաշինյանը նշում է, որ Հայաստանի համար Լեհաստանի փորձը կարևոր օրինակ է ժողովրդավարության եւ անվտանգության համատեղ տեսանկյունից, ինչպես նաեւ խաղաղության օրակարգի տեսանկյունից։ Դեպ ովքեր պատմությանը տիրապետում են, որ ասում է, որ փորձը կարող ենք ուսումնասիրել, այստեղ փորձը ինչի մասն է խոսքը։ Լեհաստանը եւս կլանված է եղել, Լեհաստանի պետականությունը ոչնչացված է եղել Խորհրդային Միության ժամանակ, դրանից առաջ եւ փորձը նկատի ունի ոնց անի, որ կարողանա եւ եվրոպական ուղի բռնել եւ մինիմալ կորուստներով անջատվել, այսինքն այդ փորձ բառի տակ շատ մեծ պատմական experience է թաքնված։ Ես էլ ավելացնեմ այդ նույն պատմությանը, որ կենաց մահու կռիվ էր տալիս Լեհաստանը լինելով սոցիալիստական երկիր, սոցիալիստական այդ ցանցի մեջ եւ այդ ժամանակ իրենց մեծ օգնություն ստացավ եւ որ պատճառով որ այս չկարողում ես խոսել Հռոմի պապ ընտրվեց իրենց բանը ինչ էր անունը Հովհաննես Պողոսը Հռոմի պապ ընտրվեց, հա, դա շատ մեծ բան էր իրենց համար, լեհ ժողովրդի համար, հենց այդ պայքարի ժամանակ սովետական բաների դեմ, ամենաուժեղը պայքարեցին սովետական կարգերի դեմ։ Զանգ ունենք մենք, մի հատ տեսնենք ինչի հետ է կապված, հետո շարունակենք զրույցը։ Բարև ձեզ։ Հելո։ Բարև ձեզ։ Okay, փոշմանեցին։ Okay, խնդիր չկա, լսում եք։ Ոչ։ Լավ, 747473444 ուղիղ եթերի հեռախոսամարն է, հարգելի բարեկամներ, դեռ եթերը չսկսած զանգը գալիս էր, համար ռադիոլսով էր, որոշեցինք միասնել, բայց կարծես կապը ընդհատվեց։ Բարի երեկո հարգելիներս, Մոսկվայից Նազիկ Թադեոսյանն է գրում, բարև ձեզ, Կիևից ունենք ողջույններ Արմինե Հովսեփյանի կողմից, բարև ձեզ, Կանադան է այստեղ Հերի Ղոլյանը, հարգելի Հերի, բարև ձեզ, ուրախ ենք, որ միացել եք մեզ, մեր լավ ռադիոլսողն է, մեր լավ ընկերը, ուղղակի հպարտանում ենք հարգելիներս, սրտիկներ, շնորհակալություն, ումով հստակ չգիտենք, տարբեր թեմաներ էինք շոշափում, Սուրգութից ողջույններ Լիլիք Սերոփյանը, Բրյուսելից Հագան, Հասմիկ Ղարաբանյանցը սրտիկներ ավանդական, Բերլինից Դանիելյան Սեդան, Բարի Լուիս Մեղրիից, օլալա, սիրելի Դերենիկ եւ Ռաֆայել, Կարինե Սարգսյանը Մեղրիից, քաղցր բարևներ։ Կարինե ջան, հեսա գալիս է սեզոնը, չէ, դեղցի եւ մյուս մրգերի Մեղրիում։
Պետրոս Դանելյանը Գրանադա Հիլզից հարազատ, Ֆրեզնոից Աշոտը Բաբայան, Բելգիայից ունենք ողջույններ Էլ Սարգսյանը, մի խոսքով բոլոր մեր աշխարհասփյուր Ռաֆայել, այդ Մոսկվայից ով էր այդ տիկին անուն ինչ էր։ Մոսկվայից Նազիկ Թադևոսյանը։ Նազիկ ջան, ես մի խնդրանք ունեմ, որ Մոսկվայում եք ապրում։ Ինձ շատ հետաքրքիր է Մոսկվայում ապրելով, այսինքն այդ պատերազմական իրավիճակը զգացվում է, թե չէ որ երկիրը պատերազմի մեջ է եւ այդ որ ազատությունները քիչ-քիչ պակասում են։ Որ ինչպես է դա ձեր վրա անդրադառնում։ Եթե կարող եք զանգահարել, լավ կլինի, եթե ոչ գոնե գրեք մի երկու բառով էլի այդ իմ հարցի պատասխանը։ Շնորհակալություն։ Իդեպ գիտեք կապեր կան, մինչև տիկին Նազիկ Թադևոսյանը պատասխանի, մենք էլ շատ ընտանիքի ընկերներ ունենք, հարազատներ ունենք, ովքեր հենց Մոսկվայում էլ բնակվում են, մեծ մասը բացարձակ խնդիր չկա, ծովը ամեն ինչ եւ այլն, սենց շատ կարծես բան չի եղել։ Մեր տեսանկյունից այն որ հերվից ենք նայում, խնդիրը մի փոքր այլ է ու պետք է ասենք որպես կանոն ես շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ռուսաստանցի են, այնտեղ ապրող են ու այլ հայացքներ ունեն, քան պաշտոնական ռուսական։ Այսինքն այդ բանը պիտի ընդունենք, որ 1000-ից 1 ու անգամ ասում են, լավ, դե հիմա փակ երկիր է, այնտեղ հետևանքներ կային կա, բայց որ կան Հայաստանում էլի այդպես արտահայտվեն, դա ինձ օրինակ զարմացնում է, իհարկե, շատ է զարմացնում, այստեղ իրանք են ապրում, իրանք գիտեն, մենք դրսից հեռվից ինչ ասենք իրանց, Մեր կինոյի աշխատողներից մեկն էլ անունը չեմ ուզում տալ, գրել էր, որ այ մեզ Պուտինի նման ղեկավար է պետք, որ սաղ աշխարհի դիմաց մենակ պայքարում է եւ այլն, sense բաներ անում։ Ես էլ տեսա էլի, մեր ընկերն է, 1000 տարի ճանաչում ենք, ընկերություն ենք անում եւ այլն, բայց բաներ կա, որ համաձայնել մեղմ ասած հնարավոր չի։ Մեղմ ասած։ Ես չէի պատկերացնում, որ տեսակայացներ կարող ունենալ։ Դե ինչ կարող ես անել մյուս կողմից, տես նման մտքեր արտահայտելով տասնյակ տարիներ ԱՄՆ-ում ապրելով հանդերձ, այդ պիտի նաև ասես թե Ամերիկան բա ինչ երկիր է, որ այդ հնարավորություններն է քեզ տալիս։ Հիմա դու կարող ես օրինակ Ռուսաստանում Մոսկվայում Facebook չկա անգամ որ մտնես Facebook Live անես, մի հատ էլ ասես Տրամպը լավն է օրինակ։ Այ Տրամպի պես մտնես, պատկերացա Կրեմլի պատի տակից մտնես եթեր Վասիլի Բլաժեննի ֆոնին, հա, ու ասես, արա, անենց լավ երկիր է այդ Ամերիկան, այս սենց Տրամպի պես պիտի մարդ երկիր ունենա, ու տեսնեմ ինչ կլինի քո եթերի հետ, էլի եմ ասում, այդ Facebook-ը չկա, որով դու մտնես եթեր, բայց Ռաֆայել, դու այստեղի կոմեդիանները հեռուստատեսային ռադիոյի տեսել ես ինչեր են անում Տրամպի հետ։ Այ մարդ, մեկ ես վատ եմ զգում էլի, ասենք կատակներ կնոջ հետ կապված, երեխաների հետ կապված, մինչև այն վերջի կետը գնում են, էլի, որ ու հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ դա հաճախ լինում։ Այդի դերասանների Ալեք Բոլդվինի Տրամպի նմանակումը լրիվ ֆենոմեն է։ Դուք չեք փորձեք մի օր նայեք այդ բանը մանավանդ Քեմբելը ամեն երեկո այդ Տրամպից է խոսում, ամեն երեկո։ Այ մարդ, այդ ինչեր է, այդ ոնց է ասում։ Այս է, դեմոկրատիան էս է։ Իմջալոս դեմոկրատիա ասեցի, հիշեցի։ Ուրեմն, ես երևի մեր ռադիո լսողներից մեկը ենթադրում եմ, Facebook-ով բան ա գրում ինձ։ Մի անգամ գրեց չպատասխանեցի, ախր բաներ կան, որ գրում են, ում չեմ ասել, ես ինչ ես գրել այդ աղա ջան, կամ աղջիկ ջան, կամ որ չեն պատասխանում, դա նշանակում է, որ ձեր կարծիքը հետաքրքիր չի, ոչ էլ ուզում ենք բանավեճի մեջ մտնել։ Ախր մի անգամից այնպեսի տոնով են իրանք մտնում, որ ես այդ մարդկանց ոչ ուզում եմ վիճել, թող իրենք մնան իրենց կարծիքին։ Ուղղակի չեն պատասխանում։ Երկրորդ անգամ ա գրում։ Ուրեմն, այս անգամ էլ գրում ա, ոնց ես դու մոտ հիշեմ էլի ոնց ես դու այդ փողոցից եկածին պաշտպանում։ Այսպես մի հատ բան, խոսքը վարչապետի մասին է։ Կներեք իսկ ով է դղյակներից եկել, հենց հարցն է որ ով եկել է դղյակները գնացել պաշտոնից հետո ու ամենալավ տեղերը կենտրոնի, մեկը Հրազդանի կիրճում է ապրում, մեկը Ջրվեժի դղյակներում է ապրում, Երևանի չափ հողամասով ու պարիսպով 3 շերտանի, մյուսը մանումենտի ծառերը կտրեցապես, մյուսն է Եռաբլուրներ սեփականաշնորհ է
իրերը կոչենք իրանց անուններով, Ռոհուր ջան, մի քաղաք է։ Հիմա նմանատիպ բաներ շատ է գալիս ինձ էլի եւ հիմա դրա համար ուզում ընդհանուր պատասխանել։ Ես գիտեմ իրենք որ ասում են փողոցից եկած ինչ են հասկանում։ Իրենք հասկանում եք որ փող չունի, պաշտոն չունի, շրջապատ չունի։ Այս դա իրանց պատկերացնում փողոցից եկածն է։ Հիմա որ դու ինձ դուով էլ խոսելով ինձ հետ հարգարժան ռադիո լուսով ասում ես դու խի ես պաշտպանում փողոցից եկածին, ասեմ նախ ես էլ եմ փողոցից եկած, ինձ դրա համար։ Ես էլ եմ այդ ձեր պատկերացման փողոցից եկած եմ։ Երկրորդ Եթե փողոցից եկած մեկը ձեր բնորոշմամբ դառնում է երկրի ղեկավար, դա մեկ ու միայն մի բան է նշանակում, որ այդ երկրում ընտրությունները եղել են արդար, որտեղ ինքը ոչ փող ունի, որ ընտրվի փողով, ոչ պաշտոն ունի, ոչ էլ շրջապատ ունի, որ դրանով ընտրվի։ Այսքանը գոնե հասկացեք։ Ձեզ դուր է գալիս, ձեզ դուր չի գալիս, դա լրիվ ուրիշ խնդիր է, դա ձեր գործն է, բայց այդ տեսակ մարդը ուրեմն ընտրվել է ժողովրդի կողմից, վերջացավ։ Եվ ես հարգում եմ այդ ընտրությունը։ Երբեք չմոռանաք, մենք կադրերը ունենք դրա, հա, կադրերը, որ ասում է 100% ձայն հավաքեին։ Այդ Վազգեն Սարգսյանի կադրերն է, որ ասում 100% ձայն հավաքեին, Վազգեն Մանուկյանն էր կարծեմ ընդդիմախոսը, Տեր-Պետրոսյանը մինչև Քոչարյանից գալը, ասում մենք իշխանությունը չէինք տա։ Դե այդ արդեն ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Հարգելի բարեկամներ, Սեդարության ասում է բրավո Դերենիկ ու սրտիկներ է ուղարկում ձեզ, ահա։ Սրտիկները փոխանցեցինք պարոն Դերենիկին։ Շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին, Դոնալդ Տուսկն է հայտարարում։ Ուզում եմ ասել, որ շատ գովելի է այս քայլը եւ սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնվել Եվրոմիության այս մեծ ընտանիքը։ Այս մասին վարչապետ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ։ Երեկ Իսլանդիայի վարչապետն էր այստեղ, մի երկիր, որ աշխարհագրական մեկ այլ ուղությունից է, եւ շուտով նրանք հանրաքվե են ուզում կազմակերպել, եւ մենք զրուցում էինք շատ ռեալիստական, տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը նաեւ Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ ընթացակարգ։ Մենք շատ զգուշորեն, շատ հստակ, բայց բաց ենք Եվրոմիությունը ընդլայնում է բոլոր երկրների ուղղությունները, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը եւ խաղաղությունը։ Եվ վստահ եմ, որ ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում եւ ուզում ենք եւս մեկ անգամ ձեր մոտեցման խորը երախտագիտություն հայտնել։ Լեհաստանի վարչապետ։ Նա։ Կեցե Տուսկը։ Տուսկը Եվ հիմա էլ ահա որ լարված է իրենց Ռուսաստանի հետ հարաբերությունը եղա լավ եղել դարերով այ մարդ պատմության հեգնանքը ուրեմն երբ որ Լեհաստանը Ռեչեփ Պասպալիտան էր եւ Եվրոպայի բավականին հզոր դիրքերից մեկն էր մինչեւ Միխայիլ Ռոմանովիչի գահակալումը, այսինքն Ռոմանովների տոհմի հիմնումը Լժե Դմիտրի կար մի հատ, որ իբր, չգիտեմ, որ ցարի ապօրինի զավակն էր, տենց մի կեղծ պարոն էր եկել ու ասել էր, որ իբր լեհական գերության մեջ էր եւ պիտի գահ բարձրանա եւ այլն եւ այլն։ Լեհերը համարյա ցար էին դնում Մոսկվայում։ Այո։ Ու լեհական դինաստիա կարար սկսեր, ու Ռուսաստանը դառնար լեհական, այսպես ասած, չեմ ասեմ, վասալ չէ, բայց լեհական տոհմ լիներ։ Այնինչ Այս Եվրոպայի մանավանդ Եվրոպայի էլի քարտեզը որ պատկերացնեք սենց ու ժամանակի ընթացքում այդ փոփոխությունները թե որ երկիրը ինչ միացել դուք չեք պատկերացնի ինչքան բան անընդհատ փոխվել անընդհատ մեկի հողերը մյուսին մեկի քաղաքները մյուսին մեկին բոլոր այդ հարևան երկրները այդ Անգլիայի ու Ֆրանսիայի պատմության մասին է բան նայում անցյալ օրը այ մարդ 100 տարի ոչնչացրել են իրար ինչեր են արել բայց մի բան էր հետաքրքիր դե իրանք բանով ֆիզիկապես մոտիկ են չէ Ֆրանսիան եւ բանը հա Անգլիան բանով անցնում ասում այդ բոլոր ընթացքում առևտրականները իրենց առևտուրը անում էին դե ախր առևտուրը միշտ է եղել դուք տվեք իրար սատկացրեք մենք ընդ ծորեն մորեն եսի ինչ տանում բերում փողի շինում իսկ որ դեպքում այդպես չէ բաղում էլի անգամ երրորդ ռեյխի ահավոր ժամանակներում էլի տակից առևտուրը գնում էր եւ այո սովետական տարիներին Հայաստանը բանի հետ ոչխարի Ադրբեջանը Թուրքիայի հետ ներողություն ոչխարի բանի մսի առևտուր էր անում բաներ էին Կոչինյանի ժամանակ կանեն
Համար այս Էփշտեյնը ինչ է անում, Ռաֆայելես ինչ է Էլի ուզում մարդկությունից։ հետ մահու։ Համար Դե բանինը փաստաթղթեր են տեսա, չէ, անընդհատ ֆիզիկոսինը, ջրի երես ֆիզիկոսի դուրս գա։ նկարները Ռաֆայել տեսա։ Չէ, Բան որ արտիզը, այն ինվալիդ ֆիզիկոսը, որ մահացավ։ չէ։ Համար Լուսավորեք մեզ։ հրաժարական է տվել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորգե Բրենդեն, նրա եւ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի կապի շուրջ սկսված անկախ հետաքննությունից մեկ շաբաթ անց։ Բա Դա ֆիզիկոսներն ու բաները։ Գնացել են Դավոս համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցելու բան, չէ՞ սենց ակնածանքով ասում են մարդկանց նորություն եք տալիս, բա իսկ նախագահը դեք Իրա գործն է անում։ Ոնց իրա գործն է անում։ Այդ ձեր ասացի պես գես ինչ, այն որ ասում ես առևտրականները միշտ իրա գործն են անում, էս էլ սրանք է իրանց գործն են միշտ արել տակից։ Անկախ իրավիճակի եւ ոչ միայն Լեհաստանի թեման, Հայաստանի եւ Լեհաստանի միջև ստորագրվեց այսօր ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը Փաշինյանի եւ Լեհաստանի վարչապետ Տուսկի հանդիպումից հետո Հայաստանի եւ Լեհաստանի միջև ստորագրվեց ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, այն ստորագրեցին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսիկյակ-Կավիշը։ Դերինք այդ կապը ընդհատվեց, Աստված իմ ինչ սկսել ենք, կապի հետ խնդիր կա, զգում էի ընդհատումներ էր լինում, փորձեմ յետ բերել Դերենիկին, տեսնենք ինչ իրավիճակ է եւ ինչու է ընդհատվել կապը, զինվեք համբերությամբ հարգելի բարեկամներ, հետո ձեր հաղորդագրությունն իհարկե կանադառնամ, ահա, կապը ընդհատվել էր Դերենիկ, ահա, վերադարձավ Առաջին իսկ րոպեներից եթերի զգում էի, որ անջատվելու է։ Մի հատ եթերից հետո ձեր ռաութերներ երևի մի հատ անջատեք միացնեք։ Լսում եք հիմա։ Այո։ Okay, այդ լավ է, որտեղ ընդհատվում էր։ Գնանք առաջ։ Ինչ է նշանակում փողոցից եկած, այսինքն ամբողջ ժողովուրդը փողոցում է ապրում, դա ինչ ասելու բան է, Սյուզաննան է զարմանում։ Դե արդեն ասեցի ինչ են ուզում ասել դրանով էլի։ Որ մանավանդ որ իրանք թագավորական պալատներից են դուրս եկել, պետք է հասկանալ էլի։ Այստեղ այդ արտիստները քննադատվեցին Հայաստանում, նա եկել էր Ամերիկայից եւ մասնակցում էր Տաշիր Սամոյի միտինգին Արամի այգում։ Դե կոմենտներն էին մարդիկ գրել այդ արտիստին, որ եթե Ռուսաստանն է հավանում, ինչու է ապրում ԱՄՆ-ում։ Ռիտա Գրիգորյանը մեր մշտական ռադիոլեսող հարցնում է։ Good morning, be blessed, օրհնություն է մեզ ուղարկում Նաիրա Նիկողոսյանը եւ Արև, շնորհակալ ենք Տիկին Նիկողոսյան ջերմ խոսքերի համար։ Հայաստանում էլ պակաս չկա վարչապետի եւ կնոջի հանդեպ մանավանդ H2-ի մասնակցությամբ, այդտեղ մի հատ ալիք կա, որտեղ ինչ ասես խոսում են։ Ընկերներ, ես իմ անդիմադիր լրատվականների գործընկերներին եմ այս խոսքը սուղում, առաջի անգամ չեմ այս թեմայի մասին խոսում։ Ինչերի մեջ որ ասես այդ քննարկում եք, այդ ձեր եթերները, ձեր բառամթերքի օգտագործումը, այդ ամեն ինչը հնարավոր է, որովհետև մենք ազատ երկրում ենք ապրում։ Դուք այդ նույն բառամթերքով կարող եք օրինակ 7 տարի առաջ, 10 տարի առաջ, 20 տարի առաջ խոսել։ Իհարկե չէիք կարող, դուք էլ լավ գիտեք, որ չէիք կարող։ Եվ գոնե ինչ-ինչ այս ձեր արտահայտվելու, որ ձեր մուտքերի մոտ ձեր ոտերը չեն կոտրում, այլ դուք շարունակում եք աշխատել, եթե դա իհարկե ազնիվ աշխատանք է։ Ամեն դեպքում դուք աշխատում եք հանգից եւ ձեր հետ ոչ մի բան չի պատահում, դա հենց այն միջավայրն է, որ ստեղծել է այս կառավարությունը իր բոլոր արատներով, իրենց բոլոր խնդիրներով, իսկ խնդիրները հաստատ շատ են, հանդերձ։ Եվ դրա համար էլ Եվրոպան եւ արժանապատիվ երկրները գրկաբաց մեզ ընդունում են։ Չեն ասում, այսի այն մաններ են, որ լրագրողներ էին ծեծելով սպանում։ Այս են մարդիկ էին, ովքեր ահաբեկում էին ավտոներով, գցում էին տակը մարդկանց փողոցում եւ այլն։ Դրա համար գոնե տարական բաներով մի քիչ ազնիվ եղեք, ժողովուրդ ջան, չի կարելի։ Գնացինք առաջ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների մասին ինչ կասեք, այսօր կարևոր հանդիպումներ պիտի լինեին Իրանի հետ կապված, բայց կարծես հստակ
Ես չեմ հավատում, որ Իրանի հետ հարաբերությունները կարող են բանակցություններով լուծվել, բացարձակ չեմ հավատում։ Դրան ակնհայտորեն գործը գնում է կոնֆլիկտի ֆիզիկական, որտեվ այդ իրանցից ուզում են ամեն ինչ։ Հիմա ախր առաջ ասում էին միայն ատոմային չպիտի բանանես։ Հիմա ասում են հեռահրթիռ պիտի չունենաս եւ բայց ֆինանսավորես այդ բաներին, պրոքսիներին։ Եթե Իրան այդ ամեն ինչը դադարեցրեց, վերջացած է արդեն։ Եվ Խոմենին էլ արդեն 80 քանի տարեկան է եւ ինքը ավելի նախընտրի վստահաբար գնալ որպես հերոս մահանալ, քան ստե ինչ որ ծունկի գալ Ամերիկայի առաջ, չի անելու։ Նրանք երեխեք չունեն, երեխեք ունեն կարծեմ, չէ՞։ Ժառանգներ չունեն։ Մի աշխարհ Ուրեմն արդեն ինքը 4 հոգու նշանակել է իրեն բան հետ իրավահաջորդ հերթականությամբ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, որ հանգարց իրեն սպանեն, առաջ երկրորդին սպանեն, երկիրը ղեկավար ունեն, արդեն նշանակել է ինքը։ Ես այստեղ հայտարարություն կա տարածեցին, այդ Ժնևում Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլին կողմերը հանդես եկան պատժամիջոցների եւ միջուկային ծրագրի հետ կապված գործնական նախաձեռնություններով Իրանի ԱԳՆ-ն է տարածում, ըստ էության ոչ մի հստակ բան։ Ես կարող եմ միայն ասել, որ ինչպես միջուկային, այնպես էլ պատժամիջոցների վերացման հարցում կարևոր առաջարկներ եւ գործնական նախաձեռնություններ են եղել։ Այսքան բան։ Իսմայել Բաղեին հավաստիացնում է, որ Բաղային հայտարարում է, որ Ժնևում կայացած խորհրդակցությունները տևել են մոտ 3 ժամ եւ անցել են Օմանի արտաքին գործերի նախարարի եւ գլխավոր տնօրենի մասնակցությամբ։ Այսքան բան, հստակ բան չկա։ Չի լինի, որտեվ ժամանակ է շահում Իրանը, միայն ժամանակ է շահում։ Բայց հիմա տես Թրամփն էլ արդեն ասեց 10-15 օր ասեց, դրանից ավել մենք չենք դիմանա եւ վստահ է որ ինչ-որ բան կլինի, որտեվ եւ ախր բանը մի հատ շատ խելացի բան ասեց Թրամփը երեկվա այդ բանի ժամանակ, ասեց բանին ամենատերորիստ երկրներից մեկին ոնց կարելի է թույլ տալ որ ունենա ատոմային ռումբ, ամենատերորիստներին բանանող օգնող երկրին, ճիշտ է ասում, այդ ռումբը կվերցնի ինքն էլ չանի, կվերցնի կտա բաներից մեկին, այդ իր շներից մեկին, դրանք կտանեն կպայթացնեն, որտեվ ոչ մի բան չունեն դրանք, ամբողջ աշխարհի գլխին փորձան կդառնան, տառացիորեն, հավատացեք դրան, եթե Իրան ատոմային աստված մի արարած ատոմային զենք ունեցավ, դա ամբողջ աշխարհի համար պրոբլեմա մեծ, եւ դա բոլորը հասկանում են, բայց թողել են որ Միացյալ Նահանգները իր ատամներով այդ հարցը լուծի, էլի, դե չկարծում եք Եվրոպան ուրախ է որ իրանք ունեն ատոմային ունենան։ Ուշացրեցին, բայց հապաղեցին, պիտի այս կետին չհասներ, էլի, որտեղ ինչ հիշում եմ այս հարցը կա, բայց գործնական քայլեր եղավ էս մի տարի։ Գիտես ինչ, Ռաֆայել, ի տարբերություն Վենեսուելայի, Իրանի հարցը տարբեր է մի քիչ։ Իրանը այնպեսի դիրք ունի, որ այդ ամբողջ այդ բանը լեգիոնը կարող է խառնվի իրար։ Շատ պայթունավտանգ է այդտեղ իրավիճակը, դրա համար շատ զգուշ են ուզում լինել։ Եվ մի բան էլ իրենք արեցին, հետաքրքիր ես կարդում էի, այդ մի պահ Թրամփը ասեց, երբ էր մի ամիս առաջ էր երևի, ասեց, «Այսա գալիս ենք, the help is on its way», ասեց, գալիս ենք, եւ ասում է դա արեցին դիտմամբ, որ այդ բանում իրենց մոտ այդ տրիվոգը առաջացնե, որ իրանք տեսնեն ինչ են անում, ու որտեղ են պահում, որ զենքը ուր են տանում, ինչ են անում, արդեն իրենք վստահ են, որ ամերիկան հարձակվելու է։ Այդ սաղ նայում են տիեզերքից ու սաղ գրանցում են, պատրաստվում են, էլի, որ հնարավորինս ավելի արագ եւ քիչ խնդիրներով լինի այդ ներխուժումը, որը արդեն պատրաստ դրված է Թրամփի սեղանին։ Մնում է իր համաձայնությունը ուղղակի։ Տեսնենք, Հայաստանում շատ լարված է այդ առումով իրավիճակը, որովհետև Աստված մի արասը, եթե հանկարծ ռազմական ինչ-որ բախում լինի, պատկերացնում են, թե ինչ է կատարվելու այստեղ, տեխնիկայի շուկայի հետ կապված, անվտանգային նորմերի հետ կապված, երկրորդն էլ մի 100,000 ռուս եկավ, ոչ սահմանակից վիճակով Հայաստան, շատ լուրջ փոփոխություններ եղան մեզ մոտ աշխատանքային շուկայում, անշարժ գույքի շուկայում եւ մնացած հարցերում, ուր մնաց սահմանակից Իրանի հետ, որը շատ մեծ բնակչություն ունի եւ ըստ էության փախնելու տեղ էլ չունի։ Եթե ռուսները շատ տեղեր ունեին գնալու, հարևան երկրներից սկսած եւ եվրոպական ուղիներն էլ դեռ միանգամից չփակվեց իրանց համար։ Այս իրավիճակում ընտրությունը շատ չի, հյուսիս են գնալու բոլորը, որտեղ այնտեղ Աղվանստանն է դժվար գնալ, էլի, այնտեղ օվկիանոսն է հնդկական։ Դրա համար հյուսիս են գալու։ Այս մասին խոսեցինք նաև
պարոն Հարությունյանի հետ, Արայք Հարությունյանի հետ, եւ այո, ինքը համաձայնվեց, որ շատ կարեւոր է Միացյալ Նահանգներ Իրանի հարաբերությունները Հայաստանի համար։ Փաստորեն մենք երկու կողմի հետ ունենք լավ հարաբերություն, բայց իրանք իրար հետ չունեն լավ հարաբերություն։ Եվ ինձ թվում է, որ Արևմուտքը այդ ամեն ինչը հասկանալով Հայաստանի դժվար վիճակը չի նեղացնում Հայաստանին Իրանի բաները, ուրեմն պատժամիջոցները շրջանցելու համար փոքր մասշտաբով իհարկե, այսինքն մեր առևտուրը եւ այլն աչք են փակում դրա վրա ականայտորեն, որտեղ հասկանում են, որ մենք այլընտրանք գրեթե չունենք արդեն, էլի, կամ դի Ռուսաստան գնանք, կամ Իրան, կամ էլ տեղ չկա գնալու։ Մտածեք այս ուղղությամբ հարգելի բարեկամներ, եկավ մեր գործընկերների գովազդային ծանոթությունների ժամանակը, լսենք գովազդները, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, որ մեր կողքին են եւ հեռարձակումները դարձնում են հնարավոր, իսկ մենք կվերադառնանք մոտավորապես 6 րոպեից եւ կշարունակենք հաղորդումը։ Ապա վարչապետը ամենտեղ գնում է, Ամերիկա, Լեհաստան, եսիմուն, մենակ Բադեն չի գնում։ Ինչ խաշիվ է։ Հա, դե ասում էին արվեստի համար են գնում։ Արվեստ չի գնահատում երևի։ Չի գնահատում, եթե Բադեն չի գնում, հա։ Ասեց, երբեք չեմ մոռանում, ասեց մատը, ասեց, իսկ դուք գիտեք այնտեղ ինչ արվեստի աշխատանքներ կան, ասեց։ Հա։ Դրա համար էր գնում ինքը այնտեղ։ Էդի նույնը Վեգասի ասած գնում ենք շոու ենք նայում։ Գնում ենք շիլկունշիկ են գնում նայում, ասում է։ Ռեստորան են գնում։ Մենակ ռեստորան։ Վեգասի շոուն է, հեշտ տեսել ես Ռաֆայել։ Աղջիկներին բռնում են, պոչերից մեծ փետուրներ են սենց կախում։ Դե նայած ինչ շոու։ Մեն վազել։ Եվ դա կոչվում է շոու։ Դե նայած։ Լավ, դրա գնահատենք, որտեղ շատ լավ է կանել, լավն է, հա։ Ոտերը սենց հավասար ես կոմենտանում, հետո հավասար են կոմենտանում։ Վեգասի ամենաահավոր բանը, դե հասկանում ենք, ընկերներ, հեռու մնացեք, խաղամոլությունը լավ բան չի, դա ամեն ինչը բարձեցել, բայց ամենաահավոր բանը իմ կարծիքով, սուբյեկտիվ շատ, դա այդ ձեր ասած փետուրներով որոշ թեթև վարքի տեր օրիորդներն են, աղջիկներն են, ովքեր շրջում են փողոցներով եւ կպրճկվում են, որ նկարվես իրանց հետ եւ ոչ միայն նկարվես, իմ կարծիքով դա հաշվում ես էլի լավ, քանի 100,000 մարդ է օրվա ընթացքում կպնում այդ մարմնին, այսպես ասենք։ Այդ արդեն որոշակի ենթադրություններ է անում, էլի, որ ասենք ինչ է նկարվես, ինչի հետ նկարվես, հա։ Ես 25 տարի է Վեգասում չեմ եղել։ Բուլվար են բացելու Դերենիկի անունով Վեգասում վերջում։ Դերենիկ ավենյու, հա, տրոպիկանայի մոտ, արձաններով։ Մի ժամանակ այդ ինչ էր այման։ Դե անցած լինի ուրեմն։ Այդ որ կազինոյի մուտքը տեսնում էի, սենց սիրտս լցվում էր, ինձ կհասկանան հիմա շատերը գիտեմ այդ զգացմունքը ինչն է։ Մտնում ես այդտեղ ու աշխարհը մոռանում ես, ասում են հոգ բաներից եմ ազատվում, հոգսերից ես փոխվում եմ, ախր այնքան լավ տեղեր կան հոգսերից ազատվելու, փոխվելու, մոռանալու աշխատանքային վիճակը կան շատ ավելի հետաքրքիր, շատ մանավանդ այդ դրամը, որ ունդեղ է ծախսվում, այդ դրամով ես արդեն այդպես բան եղա, ուրեմն կնոջս հետ գնացինք, 3 օր էինք մնալու, առաջի օրը ես մի անգամից բանը դատարկեցի ֆինանսական բանը եւ այլն, մյուս օրը մի օր շուտ կարծեմ հետ են գալիս մեքենայով, էլի գլուխներս կա, խոսելու բան չկա, տխուր, հա։ Դատարկ բացի խուրից մեջից էս դատարկ ես այդպես էի զգում մեջից լրիվ դատարկված այո մեկ էլ մտքումս սկսեցի հաշվել էլի այդ փողով որ ես այդտեղ կորցրեցի այդ բանով ես հաշվեցի որ ես կարող էի մի շաբաթ կնոջս հետ գնալ Փարիզ ու վերադառնալ այդ նույն փողով որ ես այդտեղ տվեցի այդ ու հանկարծ մի տեսակ ուղեղս շուռ եկավ մի անգամից հա ու այդ օրվանից ես էլ Վեգասում չեմ եղել ասեմ իմանալ բրավո Դերենիկին այստեղ իհարկե պետք է ասել բրավո որտեղ ահավոր է տարբերություն էլի կոնտրաստը որ հանկարծ հասկանում եմ տեսի չեմ ես անում էլի 11 օր առաջ ես 60-ամյակ էի վարում Վեգասում շատ հայտնի մի պարոնի հարգարժան դեպ մեր ռադիո լսողներից է ողջույններս անունը չեմ ասի եթերում Եվ ես տեսա այդ սրահներից մեկում էր հենց Վեգասի հայտնի կազինոներից, ռեզորտներից մեկի ռեստորաններից մեկում էր փակած շատ լուրջ ու այն ինչ որ ես տեսա զուտ ֆինանսական առումով ինչ էր կատարում after party հա ես հասկացա որ օ լալա սա շատ լուրջ բան է ու ամեն մարդ չի կարող
բառացիորեն պաշկեքով դիմացները դրած process-ի մեջ էին մարդիկ բաներով այդ ինչքան է պաչկայի մեջ 10,000 հա Չգիտեմ դե մի քանի պաչկա հաստատ դիմացը հիմա մնացածը չգիտեմ հաշվում ես օլալա այդ ինչ էր կատարվում աստված իմ չէ ընկերներ իհարկե մենք իրանք չունենք որ բաներ ասել հորդորել էսանել են անել բան բայց ամեն մարդ ինքը գիտի իր բացարձակ չափը ձևը եւ այլն բայց մեկ էլ մի հատ բան ասեմ էլի եթե տահավոր էր ինչ որ ես տեսա եթե ուզում եք զզվել Լաս Վեգասից sense մի կողմ կանգնեք ու նայեք այդ մեքենաները որ կան այդ լուսարցակող ձայն հանող տեսեք տարիքով մարդիկ նստած են կամ այդ տղամարդիկ տարիքով թոշակառու ու ոնց են կապիկի նման սեղում այդ կոճակները լույսերը վառվում ձայները իրանց վիճակը մի 3 րոպե որ նայեք կհասկանաք թե ինչ է կատարվում ահա որ մի բան է ահա որ այդ տարիքի մարդը էլ բան չունի անելու բացի այդ գունավոր կոճակները սեղմի որ կոպեկ թափի կամ լույսը վառվի որ կամ բանելու ու սենց ժամերով ահա որ մի պատկեր է որ հանկարծ պատկերացնեք այդ ուրեմն 15 թե 16 թիվն է Վալերի Մելաձեի համերգն է Ակվակալենտեյում դի անհամեստորեն ասեմ ես եմ վարում այդ համերգը ու առաջի անգամ ես տեսա քթի մեջ խողովակով այդ AC բանի AC չէ ոնց օքսիգեն մասկով տիկինների բավական պատկառ տարիքով որ հազիվ այդ սայլակով սենց եկել են ու այդ ձեր ասած շարժումներն են անում եւ հա իհարկե չես ցանկանա որ այդ տարիքում այդ վիճակով մարդ ամփոփի իր տարին բայց էտա ինչ արած ընկերներ բայց էլի եմ ասում ամեն մարդ ազատ է ազատություն գեցե ազատություն գեցե այո ազատություն այո իհարկե դե ինչ այս հաճելի նոտայով էլ ասենք ցտեսություն մեր ռադիոլսողներին ասենք որ AMPM հաղորդում ունենք հաջորդ թիվ զինվեք համբերության բարեկամներ մոտ 40 մինչև երկուշաբթի սիրելիներ ցտեսություն Վերինիկին ասում ենք ցտեսություն լավ հանգստյան օրեր Վերինիկ